Շնորհակալ եմ։ Ամենակարևորը ես ձեզ ասեմ, հիմնական հարցը, որ այսօր մենք ծրագիր ունենք առաջարկ Հայաստանի, որը շփվել են ժողովրդի հետ, տարբեր ոլորտի ներկայացուցիչների հետ, հարցրել են, լսել են, իրենց դարդ ու ցավը, խնդիրը, պրոբլեմը, որ մեր մասնագետները դրանք լուծումներն են նախատեսել, լուծումները արել են։ Ամենակարևորը ես ասեմ այսօրվա վիճակով տեսնելով ամեն ինչ, որ մեր այսօրվա իշխանությունը, բացի սուտ ասելուց, դադարք խոսալուց, արդեն դուք բոլորդ էլ զգացել եք։ Էլ այսօր բան չունի ասելու։ Մենակ բռնելով, վիրավորելով, ներվային համակարգը խառնված, ասենք թե չի պայելով իրեն արժանի, քարոզա, որտեղ ասելու բան չունի։ Ասել այն ժամանակ ասում էր, ես չեմ եկել Արցախը հանձնելու, ես ժողովրդի ներկայացուցիչն եմ, մենք ունենք 4 միլիոն վարչապետ, ցանկացած լուծել ենք, բայց սուտ, քամի, դադար, ոչ մի բան, այսօր էլ ներվայնացածը, որտեղ ոչ մի բան չի համապատասխանում իրականություն, չի էլ կարող անի արդեն։ Հիմնական ասում եմ, այսօր հիմնական մեր սպառնալիքը արդեն Ալիևն ու Նիկոլ Փաշինյանն է։ Էլ ոչ մի բան չի մնացել։ Ունենք ծրագիր եւ երաշխավորած խաղաղություն եւ տնտեսություն զարգացնելու, ապահովելու։ Հիմնական հարցը դա ոչ թե ասելն, այլ մարդ պետք է ծրագիր ունենա, որ կարողանա դա իրականացնի։ 8 տարում ոչ մի բան չկարողացան եղել, բացի պարտքեր կուտակելուց, հողեր հանձնելուց, զոհեր տալուց։ Ու այսօր ասում ես ներվայնանում է։ Այսօր ցանկացած մարդի մա հայտարարել որ մարդ չերևա, բռնում են, երեխուն են գործից անում, ակտ են գրում։ Այ եղբայրան տենց երկի չեն պայ, վերջ եկել է։ Արդեն ինքը պետք է հասկանա, շուտ թողի գնա։ Անհնար է, կարամ գրեմ, ստորագրեմ, որ ինչ որ ինքը կարա շարունակի։ Էլ ոչ տեղա թողել, ոչ հնարավորություն, ոչ պայման։ 10,000 դրամ թոշակները եմ ժամանակ թոշակառուներին ասում են ավելացեք, մարդիկ չեն կարող միսարներ, թոշակը չի բար, ասում են միս չի բավարարում, թող խոտ ուտեն։ Անդությունից առաջ 20 օր առաջ 10,000 դրամ ավելացնել։ Ինչ է դա նշանակում։ Այս թանկության մեջ միջին զամբյուղը 78,000 է, իրանց հաշվարկով 49,000, բա ինք է սովատալու որ մարդը չեք կարող կազմակերպել, ձեր պատճառով իրանք չունի մի ամբողջ աստ ուժելու, մի ամբողջ ժողովուրդ ուժելու, կարճ կոնկրետ։ Դրա համար էլ այսօր որ տեղի խոսում եմ, ինձ տեղեկացել են, Ծառուկյան ջան, ուրեմն կորցնես ունեցվածքը, ասեմ ես իմ ունեցվածքը, իմ երկիր ունեցվածքի հետ փոխող մարդ չեմ, ես եմ ստեղծեմ, բայց այսօր այդ վախացնելը, մարդկանց ձերբակալը, դա ժամանակավոր բնույթ է կրում։ Այսօր իր թիմակիցներն էլ պարտավորված կատարում են, վախում են, չկատարեն իրենց էլ է ձերբակալելու։ Դա համար թողնանք էլ հանգիստ լինեն, ինչը սկիզբ ունի, նա վերջ ունի։ 8 տարի անցել է ոչ մի բան չի արել, այսօր միայն պարտվելով, խայտարակվելով, տուժելով, ինքնազրկելով, իմ ամբողջ ազգին խեղճացնելով։ Սա է։ Դա համար այսօր ներվերի չի արել, որ ասենք թե զոհվածի մորն էլ կարա վիրավորի, թևից քաշեն կամ չեն թողում մարդիկ արտահայտվեն։ Այն ժամանակ ասում են որ այսքան ժողովուրդ ունեմ, այդքան էլ վարչապետ եմ։ Կամ ասենք թե ինչ որ ասում են, եթե ես մի քայլ կատարեմ, իմ ժողովրդին հարցնելու եմ, ժողովուրդը տեղակալ լինելու։ Գնաց Չեխիա հանձնեց Արցախը, այդ սաղ այդքան հարած, այդքան դրանցը, այդքան կորուստներ տվեց, ասեց մենք ինչ Արցախ ասում դա Ադրբեջանով է։ Սենց շարունակվի 3 ամսվա ընթացքում ասել է Երևան Ադրբեջանա ու վերջ։ Սևան Ադրբեջանա ու վերջ։ Այսօր նա այլ ասելու բան չունի։ Այս Ալիևի խոսալներ դուք տեսնում եք նա ոնց է խոսում։ Վիրավորական առհամարակով մեզից վրեժ է լուծում իր խոսալով։ Այդ է հիմնական կամ Ալիևի պես մարդուն, որ այսքան չարիք, այսքան վերելով շնորհակալություն են հայտնում, ներողություն են խնդրում։ Դա պատիվ չի բերում։ Այնպես որ դուքները տեղը պահեք, ինչ է, սկիզբ ունի, նա էլ վերջ ունի։ Ոչ մի մարդ մշտական չի, ոչ մի պաշտոն է հավիտենական չի, բայց աշխատելու ժամանակ կարող է հարգանք ձեռք բերի անուն, որ կարողանա մարդկանց մեջ շփվի, հանրության մեջ շփվի։ Ոչ թե պրծնելուց հետո չգիտենք ինչ պետք է անի։ Շնորհակալ եմ։ Երևանցիներին ասեք, երևանցիների։ Այս յուղի ժողովուրդը գյուղացի է, ազնի նորմալ մարդիկ է։ Գիտեմ։ Երևանցիներին ասեք, որ քաղաքացի են։ Հիմա ձեզ Ոչ էլ գյուղացի են։ Երևանցիներ։ Անտեր մարդիկ են էդ երևանցիք իրանք են բերել ընտրել, իրանք են բազմացրել, մեզ եք կրակել։ Ես հիմա ձեր անունը ոնց էր։ Յուրա ջան, ուրեմն հիմնական նույնը ես եմ ժողովրդի իրան ընտրել։
Ես որ գնացել եմ հրապարակ, որ ցաղ ասում էր ես էս կանեմ, էս կանեմ, էս կանեմ, ժողովուրդն է վարչապետ, ես ավելացնել եմ, ժողովուրդը տուգանքի մատերիալ չի, այսօր օրեր մենակ ժողովրդին տուգանելով գնում առաջ, գույքարկ ավելացնով, հարկեր ավելացնով, տուժեր գնելու վրա, ամեն ինչ անում է, հիմա եկել է փոխելու ժամանակը, որը ինքը ոչ մի ասած չի արել, այսքան ամեն ինչ կորցնելով, խայտարակելով, տարածքներ կորցնելով, զոհեր տալով, քանի հազար, 10,000-ից ավել հաշմանդամ ունենք, քանի հազար են որ ասում են 5,000, իսկ ինչ եք ասում, լավ թողելի 4,890, կորածներ ինչքան ունենք, դա ծնողները նստած տունը սեկի մեջ, որ գոնե պետք է տեղյակ լինեն, վիրավորելով, ձեռից բռնելով, գործից հանելով, դες չի լինում, դա ինչ սկիզբ ունի, դա վերջ ունի, անպայման ամեն մարդ իր տեղը գտնելու, ասու կամոք, հանգիստ եղեք։ Ես ոչ մի անգամ չեմ ընտրել, ոչ առաջական, ոչ երկրորդ։ Այո։ Բայց էլի ես ազգովի Այո։ մեղավոր եմ համարում։ Մենք էլ քան։ Մեր բոլորի մեղքն է, ինչը սխալ է, դա ուղղվելի է, ձեր ցավը տանեմ։ Հանգիստ եղեք, աստծո կամոք, այս վիճակը դուք զգում եք, որ արդեն ինքը ինձ ասել էին, որ պարոն Ծառուկյան, որ դու սկսում ես ճիշտ քննադատել, ինքը իր տեղը չի գտնում։ Ձեր սեփականությանը վնաս են տալու, արդեն հանձնարարություն ստացել է։ Ես ասել եմ, իմ հայրենիքը ունեցվածքով ես չեմ կարա փոխեմ։ Այսինքն որ արդեն զգում են տեղը տեղին ասում են, այսօր 20 տարի առաջ սեփականացած գործանը, ասում են Ծառուկյանից վերցնելու ենք եւ տալու ենք ժողովրդին։ Էլի ժողովրդինն է, ինչն է, աշխատում են, հարկերը տալիս ենք, բարձի, ինչ վերցել ենք, մի բան էլ ավել, քարը գարիները զարգացել։ Դանը ուզում են Ծառուկյանի վախացնեն, այլ հակառակը, ինչ որ կա իրականն ասել եմ, իմ ժողովրդի ցավը տանեմ, որտեղ գնացել եմ, պարճակատով, ընդունելով, հարգանքով, ավելի շատ անել եմ, ավելի շատ ասել եմ, մենք միասնական պետք է փոխենք, մենք ենազն ենք, աշխատող ստեղծող ժողովուրդ ենք, այս խեղճությունը, այս խայտարակությունը աշխարհում ենք, մենք մեր հեղինակությունը գցում ենք, մենք պետք է կարողանանք միասնական, այս իրականացնենք, մեջներս ուղղենք, երաշխավորած խաղաղություն լինի, տնտեսությունը զարգանա, ժողովուրդն կարողանա նորմալ ապրել։ Անհնարին ոչինչ չկա ժողովուրդ։ Այսօր Սյունիքը աշխարհի պաշարներից 10% իր մոտ է, որ ճիշտ կազմակերպեն, թող կազմակերպեր, բերեր դներ, ոչ թե հումքը ստեղի տանեն Եվրոպա, հենց ստեղ մշակեին։ Այդքան տարբեր թանկարժեք մետաղներ կան, այդքան ասենք թե գործաներ կբացվեր, պղնձի, ալյումինի, ոսկու, կաբելներ կարտադրեն, ինչ ասես կանեին, Ոչերես 50 տարի չի մշակում, թող մշակեն այդքան ոսկի 1000 բան կա մեջը, ու քանի հազար աշխատատեղ կլներ, ահավոր, շատ, բայց ասենք թե ոչ մի բան, մենակ հարկեր տուրքեր, չեն կարող մտածեն, պատկերացնեն, որ զարգացնեն, ժողովուրդն լավ ապրի, մարդը մեկ անգամ ծնվել է, մեկ անգամ էլ պետք է մանա, ուզում է կյանքի բարիքներից օգտվի, կամ սաղ երկիրը կալանավոր է, սաղ, ով ասեց, ինչ հարցով ասեց, բռնեն ու ձերբակալ են, մի հատ էլ որ մեզ հնարություն է, մի հատ էլ համաներում ենք անելու, մինչև 10 տարի, ով ձերբակալված է մարդուն, նշան ազգային վերածննդի ներքին հարցան համերցան, բանով ներում եք շնորելու մարդիկ թող գնան իրանց ընտանիք իրանց հորնմոր իրանց երեխեքին, սխալվել են, բաց է թող, հոյեսի միշտ չէ մարդը սաղ կյանքը կալանավայրում մնալու, պետք է քայլ կատարես, հնարություն տաս, մարդիկ գոհ լինեն, շնորհակալ լինեն, ով կսխալվի երկրորդ անգամ մեղքի իր վիզը հարց չկա, բայց պետք է քայլ կատարես, միայն կարա ուժեղ մարդը, հզոր մարդը, հարգանքով մարդը իր ժողովրդի համար լավ քայլ կատարի, այդ կյանքն է տենց, այնպես դուքները տեղը պահեք, ասում եմ ինչը սկիզբ ունի, նա էլ վերջ ունի, ամեն ինչ լավ է լինելու։ Գիտեք, պարոն Ծառուկյան, խոսակցություններ են